Գիտեք, պետք է ասեմ, որ մարդը երբ որ այդ վիճակին է հայտնվում, սովորաբար ինքը տարերքի զավակ է, տարերքի, իր բնության զավակ է։ Բայց երբ ինքիչ ուշադիր ես լինում, թե տարերքի մեջ կարևոր կետը որն է, կամ որոնք են այդ կետերը, ուրեմն գոյանում են անմիջապես այդ օբյեկտները, որոնք քեզ համար շատ կարևոր են։ Տունն է, տան լեզուն, որով մենք ապրել ենք մշտապես եւ առեսօր, հայոց լեզուն է, երկիրն է, մարդիկ են, որոնց հետ մենք ապրում ենք, ճանաչում ես բարին, ուսուցիչներն են, քեզ դասընկերներն են, այդ սրբությունների խտացումից է գոյանում են, ինչ որ տարերքի հիմքն է։ Իսկ տարերքը հետո գալիս է ասում են, դրանցից ոչ մեկը չկա, կայում ես, տարերքը, ներշնչանքը, որը որևէ մեկին պատասխանատու չէ, ոչ մեկին, բայց ինքը շատ լավ գիտի, թե ում հիմքի վրա է, կամ որ արժեքների հիմքի վրա է ինքը դառնում տարեր։ Տարերքը աբստրակտ բան չի։ Այդպես չպես որ ես հավասիկի է տարերք և այն ինչ որ տարերքի հիմքն է, բովանդավությունն է։ Մարկյանը սրբազան է պրմկում։ Այո։ Իմ պատանեկության տարիներին, որ ունեինք հնարավորություն մայստրոյի հետ առանձին հայությանը դարձնելու, ես հիշում եմ ոնց էր կարծում, ոնց էր չարենցի տողերը գրում, գիտեք ինչ տպավորություն է։ Համեցեք, արա։ Բոլորին ասա, ինձ ասա։ Քանի տարեկանում եք իրեն ձեր առաջին ստեղծագործությունը։ Օ, նստիր։ Աստվածին, գիտեք ես սովորաբար պետք է ասեմ ձեզ, Մալիկ ջան, դուք անորտի չէ։ Մարիաննա ջան։ Ուրեմն, սովորաբար ճիշտ է, այդպես են ասում, երբ եք գրել։ Ես սկզբում երաշուն էր գալիս իմ մտքին, ու ես նվագում էի, դա չէ կարող գրել, որտեղ ես երաշուն գրել սովորություն, ես երաշտական դպրոց չեմ ավարտել։ Գրագետ չէի, իսկապես, այո, ես հորինում էի, և ինչև այսօր սիրում եմ ասել, երբ որ մեկը ասում է ես երաշուն եմ, այս երաշունը ես եմ գրել, ասում եմ այմար, միջև գրելը պետք է հորինես։ Այո, պետք է հորինել դա։ Հետո գրավոր նյութ կդառնա, բայց երաշունը իրականում թուղթի նյութ չէ, ուրիշ նյութ է, օթեղեն է, հոգու հետ կապում է, թղթի հետ կապում, թուղթը միջոցն է։ Այդ պատճառով ես սովորաբար իրարից կիսում եմ գրել և հորինել արտահայտություններ։ Մեկ, երկրորդը, քանի որ ես ուշադիր, ուրեմն, քանի որ ես սկզբից նոտագրել չգիտեի, ես միայն հորինում էի։ Իսկ դրանք ես օրինակի համար 3-4 օր մի քանի կտոր կուտակում էր, ես դրանք նվագում էի, հետո այն տակինները, որ ամենաշունն են գոյացել, մորանում էի, հետո նորերն էին ավելանում։ Այդպես երկար ժամանակ ես հորինել եմ։ Այդ արդիկում, չէ՞։ Այդ արդիկում, այո։ Իսկ առաջին նոտագրած գործը չեմ հիշում, բայց այդ հորինելը ինձ համար եղել առաջին այդ հաճույքները։ Իմացակ գաղտնիքը, չէ՞։ Կարևորը այդ հորինելու հաճույքը վայելելն է, մեծագույն հաճույքն է։ Դրանից բարձր բան ինձ համար առայսօր գործում չի։ Եվ մեծագույն տարապան։ Ասամ այն։ Գիտեք, վերջերս ես հաճախ կարիք եմ ունենում լսելու Կլոդ Դեբյուսիին։ Ես Կլոդ Դեբյուսիին գրեթե նույնքան գիտեմ, ինչքան Չարենցին գիտեմ։
տարիներով ռուսերենով որևէ գիրք, որևէ նոտան, որևէ բան գոյություն չունի, որ ես չիմանամ։ Ես սիրում եմ առհասարակ մինչև վերջ իմանալ որևէ բան, եթե պիտի իմանաս, գիտեք պետք է քարտարան բացել եւ այդ քարտարանը կայացնել ամբողջությամբ հնարավորինս։ Եթե մեկը ինձ ասի ձեզ համար որին է ամենաշատ տեղյակ կամ ուսումնասիրել կամ ապրել նրա հետ, ես կասեմ երաշամիջ Դեբյուսին է։ Ես քանի որ Դեբյուսին այդքան գիտեմ, մյուսներին գիտեմ թե ինչով են նրանք պակաս։ Հետևաբար ես ունեմ մի չափանիշ, այդ չափանիշը պետք է ունենալ, գուցե դուք մի քանի չափանիշ ունենաք, բայց դա պետք է ունենալ։ Ես սիրում եմ լսել հիմա Դեբյուսիի այն էլ գիտեք ինչ է, իր երգերը, նա ունի մեծ 64 մեներգեր է գրել, որոնցից կեսից ավելի մինչև 24 տարեկան է գրել, որից հետո մնացածները ես բոլորը սիրում եմ լսել, մանավանդ վերջինները Դեբյուսին։ Դրանք ուրեմն դա ֆրանսիական դասական բանաստեղծությունն է, որի հնչողությունը մի յուրահատուկ հատկություն ունի հայերեն լեզվի հետ։ Մեր շեշտադրական համակարգը եւ ֆրանսերենի շեշտադրական համակարգը նույնն է, կայուն շեշտադրական համակարգն է, թափառող չեն եւ ոչ էլ անշեշտ լեզու են։ Երկուսից վերջին վանքի վրա են մեր շեշտերը։ Հետո գուցե սա է, գուցե իմ մանկությունն է միջագրական ծովի ափին, որ ես մինչև 9 տարեկան ունեցա, միջագրական ծովը այդ ես բերություն եմ ծնվել։ Եվ այդ իրականությունը հնարավոր է, որ Դեբյուսին, այո, ազդել է, Դեբյուսին ասում են, որ այնպիսի պաշտամունք ուներ ծովի, որ ոտքը ջրի մեջ չի դրել, չեմ հավատում, բայց չափազանցված է, բայց կա այդպիսի արտահայտություն։ Համեցեք, առաջին մոտեկեք, Հիմա բարիչ, անպայման մեկ կխուցենք, մեկ եկեղեցի միասին էին, չէ, հայճան, ապս, անոնց հիշեցի։ Ձեզ լարում է Եվա է։ Էվա։ Իսկապես։ Ես մի Էվա ծամոտ ունեի, Պրագայի Չեխոսլովակիայի։ Էվա, Եշկորսկա։ Լեհունի է, ներողություն, Լեհունի, Էվա։ Բայց Պրագա։ Չէ, Ոզնան քաղաքում, Լեհաստանի Ոզնան քաղաքում։ Էվա, այ, ասում այն, արի մոտը։ Դուք գրել եք շատ ստեղծագործություններ, կարող եք մեկը առաջարկել, որ ես լսեմ և ավելի շատ դուք մասին իմանամ։ Շատ հրաշալի գաղափար, հրաշալի հարց։ Ես կառաջարկեի լսել ձայնագրությունը արվեստ կերտության երգչախմբային կոնցերտի։ Մենք ունենք այդ գործի երկու ձայնագրություն։ Մեկը Հարություն Թոփիկյանն է ձայնագրել։ Մյուսը Ռոբերտ Մլքեյանն է ձայնագրել։ Երկուսն էլ ամբողջությամբ, այո, երկուսն էլ ամբողջությամբ չարեց է 10 բառասարություններ։ Ուրեմն, ինչպես գրեցի դա 5 տարվա ընթացքին։ Մի քիչ եկար կարող եք պատմել։ Այո։ 5 տարվա ընթացքին գրեցի, սկզբից ես գրեցի աշնան 3 երգ։ Կամին աշնան կամին թրծնում է դեղին նժիրները իրա։ Այո վերջացում չի ասում իր։ Եվ ես երբ մտածում եմ այդ այի մասին, մտածում եմ, որ ուզում եմ դրանը բաց լինի, որ կամին այդպես է լինում։ Այո լինում կամին։ Խաղում էր բարերի հետ, պատկերին համապատասխան, հոգեբանության։ Ուրեմն դա արեցի, հետո երկրորդ, հետո երրորդը մի հատ էլ պատմեմ, սա խոսեմ ես չարեցից։ Երկրորդ բառասարությունը եղավ ճապոնական թանգաները։ Այդ ծառերից պատին ստվեր է ընկել կապունդ, կարոտըտ կամար է կապում, իմ հոգում մտին, իմ հոգում թանձր տապում։ Եվ այսպես, շատ քիչ է, ընդամենը 4 փոքրիկ տողեր են։ Եվ գիտեք ինչ է, այս բանասրությունը, այս ճապոնական թանգաները գրել է
վերջին տարիներին, երբ որ բանդարկված էր։ Ու ես գիտեմ, որ Չարենցի տունը այցելողը կտեսնի, կնկատի, որ այն ծառերից, պատից, վերերին, երկապույտ, այդ ծառը և այդ երկու ծառը երկելու գանգած է։ Երբ ես ասում եմ այդ ծառերի կողքով, ես ուզում եմ խորապես, ես գիտեմ, որ դրանք են բանաստեղծության, Չարենցի բանաստեղծության երկու ծառերն են, ծառերից, պատից։ Կարճ ասած, այդպես սկսվեց երեքը, հետո տեսա, որ էլի պահանջ ունեմ, ևս երեքը, դա եղավ երեք դիմանկար կանացի, հետո երեք այդպես լուսամուտի պես աղջիկ, աստվածամոր աչքերով, ես որ դա գրում էի, ասում էի, աստվածին, իսկապես ինձ հաջողվում է հիմա այս բանաստեղծությունը երաշխում բերել։ Չէի հավատում այն, քան ինձ համար դա մեծ անգույն բանաստեղծական արժեք է, գովեստ այդ բայց եղավ, հետո ես այդ երեքը տեսա, որ դելի չի ավարտվել, տարիներ են անցնում, տեսնում եմ, որ պահանջը չի վերացել իմ միջից, եղավ գիշերային երեք երկիր, գիշեր ամբողջ, հիվանդ, խելագար, արևի մասին, շուրջս ոնց գզային, շուրջը չկար, ու լուսի, գիտեք ինչ է, 16 տարեկան տղան, ասում եմ, բարեր չկային և արև չկա, ապշելու բանաստեղծը գիտի, որ բարը և արևը դրանք նույն ուժն են, աստվածին, ինչ տարունակ, 16 տարեկան ինչ էլ է, այսր որ մեսացավ գիշերային… Սակ ասում էի, չէ, որ Չարենցից սկսել։ Այո, հետո եղավ էլի գիշեր ամբողջ, ես հետո մյուսը, ես վախենում եմ ինչպես նեկրոման կեսգիրժարային ժամից, երբ երնում է լուսինը դագաղից և մեռնում է անգամ կամին և այդ պահին և այլն։ Հետո այս գիշերն էլ եղավ, կարճ ասած 3 գիշեր, տեսա որ էլի չի վերջում։ Եվ այդ ժամանակ ես նախաձեռնեցի մտա այդ ոլորտը, իմ մահվան ոլորտը ծանը կնստի քաղաքի, ես որ այդ բանաստեղծական տեքստը արջևս դնում էի դաշնամուրի, ասում եմ աստվածին պիտի կարողանամ սրա միջից անցնել, գիտեք խնդիրը բարերը Կենթանի անցնել։ Այո, խնդիրը բարերը հնչյունի բերելը չէ, խնդիրը ճիշտ իր մարմինը իմ երաշան մարմինը դարձնել, ինքը մարմին է, և իմ երաշան մարմինը ու իր մարմինը պիտի նույնանան, այդ է խնդիրը, ու դա պետք է մենք ғսենք երաշանը չէ, մարմինի նույնությունը, այդ դա էր, որ ահավո դժվար էր պատկերացնում, բայց եղավ հարկացում նվերը ասում, և հիմա ես ունեմ արվեստ կերտության և արս պոետիկա, դրանք նույն արտահայտություններն են, Չարենցը երկու անգամ է արել, մի փունջ արս պոետիկայի մեջ են, մի փունջ արվեստ կերտության մեջ են, ես իմ փունջը հավաքեցի, բանաստեղծը, որ գիշերից է սկսում բախերով, և հետո գալիս են աղջիկները, պոետը, հետո գալու է աշունը, որտեղ եթե աղջիկները վեշացան, աշունն է։ Խորը։ Այո, և հետո այդ էլ որ անցավ իմ մահվան օրը։ Այսպիսով մի տեսակ ես հավաքեցի իր անցած ուղին բանաստեղծել։ Որ անցավ էլ ինչ ես ապրում, չէ։ Գեցեք։ Արագ, մենք հիմա քիչ ավելի ժամանակ ենք ունենում ու կարճ ենք հարց տալու։ Սուրհանդակ ռադիո ավագ դպրոց Մարիամի redakցիան։ Ձեր կենսագրությունը գործունեությունը ուսումնասիրելիս հանդիպում ենք հետևյալ տողերին։ Արդյունքի բանվորական ակումբում 13-ամյա պատանու դաշնամուր հնչեցնելը նրան մեկը միշտ կապեց երաժշտությանը։ Կհիշեք այդ օրերը։ Ձեր ապագան պատկերացնում եք, այսպես։ Գիտեք ինչ է իմ ապագան, ասեմ ձեզ, մի քիչ կզարմանաք, մի քիչ կարող կասկածեք։
47 թվին աշնանը արտադրոցները սկսվել էին, դասերը սկսվել էին, դրոցները մենք եկանք Արթիկի շրջանի Պերձանշեն գյուղ Բեյրութից։ Ես չթաքցնեմ ձեզնից, մինչ այդ ես սովորել էի 2 տարի ֆրանսիական կաթոլիկ դպրոցում։ Ինչու ֆրանսիական կաթոլիկ դպրոցում, որտեղ մեր թաղում հայերեն դպրոցը իմ հայրը հարմար չտեսավ այդ թաղում հարմար չտեսավ այդ դպրոցում ես սովորեմ, ինքը խնդիր ուներ այդ դպրոցի պատկանելության հետ, գերադասեց, որ ես ֆրանսիական դպրոցում 2 տարի, հետո եկամ այստեղ և ես սովորեցի հայերեն տարի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ այդ օրը, երբ ես դպրոց գնացի։ Զույն էր արդեն Արթիկում, Շիրակում, ու ես գլխահակ ցուրտ զույն չեմ տեսել։ Գնում եմ դպրոց այլեղ տեսնում եմ դպրոցը, գլուխս կա։ Բարձրացա մի աստիճան, հետո երկրորդ աստիճան, երրորդ աստիճանը հարթակ էր։ Հարթակից մտա ներս, այսօր որպես աչքիս հառաչել էր, ամբողջ ես 9 տարեկան դեռ չէի վերացել։ Մտա ներս, աչքերս մութի սովոր չէի, հետո քիչ-քիչ սովորեցի, դա մի գոմի պես դպրոց էր, երկու դասարաններ, երկու ներս կողմերում, ես նայեցի վեր, աջ, ձախ, սկզբից ձախ հետո աջ։ Այդ աստիճանի մանրամասն գիտեմ այդ պահը ինձ համար։ Նկարներ էին, մեծադիր նկարներ, քիչ շատ պատերից կախված։ Ես հիմա չգիտեմ դրանք ովքեր էին։ Ես հանդերում եմ, որ մեկը Պուշկինն էր, մեկը Թումանյանն էր, մյուսը անուններն էին, մեր սիրելի դպրոցների։ Ես նայեցի և ինքս ինձ որոշում ունեի արդեն ճանապարհը սա։ Ես ուղղությամբ պետք է գնամ։ Ելք էր պետք այդ բան, սովոր իրավիճակից ելք էր պետք։ Այդտեղ գոյացավ իմ ամբողջ կյանքից ծրագիրը, այդ պահին։ Ես մինչև այսօր այդ օրվա որոշման հավատալի եմ։ Միայն դաշնամուրը չէ, մինչև դաշնամուրը։ Ես երկրորդ դասարանից արդեն սկսեցի բանաստեղծություններ գրել, որտեղ մի բան պիտի անեի։ Մինչև 30 բանաստեղծություն գրեցի մինչև 69 թիվը, երբ որ ես 30 կար, և սա հիմնականում գրում էի այն ժամանակ, երբ որ լինում էի գործիք չկար ձերքից տակ, ես էլ քաղաքից դուրս եմ, որևէ տեղ եմ պիտի մնամ մի ամիս, մի տասոր, ամիջապես սկսում էի նորից որով։ Հետո այդ ամբողջը որ փչացի գրամոլին իմ միջից, վտարեցի գրամոլին, զարհուրելի բան է գրամոլը, պետք է ասեմ ձեզ, որտեղ ես տեսա, որ այն ժամանակը, այն ուշադրությունը, այն հսկայական աշխատանքը, որ տնում եմ երաշխիք ստանալու, բանաստեղծությունը շատ հեշտ գրվում է։ Ես ինքս էլ ասեցի, գիտես, ինքդ քեզ մի խաբիր, կան մարդիկ, որոնք ինքան են չարչարվում մի բանաստեղծությունը, ինչքան դու երաշխիք գրելուց ես չարչարվում։ Թող իրան կան բանաստեղծությունը ու դու վեշացու, ես վեշացի։ Հայք ասաբակ ջան, դու իհաստացի։ Այ ջանի ջան։ Եթե կոմպոզիտոր մասնագիտություն չուներ, ինչ մասնագիտություն։ Անկարելի է, որևէ բան ես չէի, ես հազիվ թե մինչև այս տարիքից հասնեի։ Որևէ բան չէի կարող անել ես որևէ բան չեմ կարող անել, բացի դրանից, ոչ մի բան։ Ես, եթե տունը վերանորոգելու խնդիր էինք ունենում, ես պիտի գնայի կինոյի աշխատանքի հետ կապված մի ամսով դուրս, այդ ընթացքում կինս վերանորոգում էր անում կամ ես էր անում, ես չպետք է չտեսնեի նույնիսկ, որ մնաց թե մասնակցի։ Այդ աստիճան, անճար եմ, երեխեք ջան։ Արագ տղաներին տանք առավելություն, հա։ Արամն ես։ Հավերիկ եմ։ Ինչու վերնությունից ներկայացրեցիք Հայաստան։ Օ, հայրս կոմունիստ էր։ Եվ ամբողջությամբ գաղափարախոսությամբ տարված էր, հավատարիմ և պիտի գային Հայաստան, և Հայաստան սիրում էր իմ հայրս և լավ ձայներ ուներ, և Հայաստանից եկած երգերը, նաև կոմպուտասյան երգերը, մեր տանը միշտ եղել են ամեն օր, թե Բեյրութում և թե Հայաստանում, և հետևաբար իմ ընտանիքի մեծերի համար երազանք էր Հայաստանում ապրել։
այդ ժամանակ մայստրո, հետո պետությունը խորհրդային միությունը ներգաղթ էր իրականացնում, համաշխարհային պատերազմից հետո երկրորդ, եւ դա հասնում էր, թե մեր գաղութներին։ Բացի դրանից ասեմ ձեզ, որ մենք կատաստրոֆիկ վիճակում էինք Հայաստան այն ժամանակ, ես հետո իմացա։ Բնակչության թիվը շատ նվազել էր, եւ որովհետեւ մենք լինենք հանրապետություն եւ ոչ թե երկրների մեր կողմի այո, ոչ թե ինքնավար, մենք պետք է ունենանք թիվ։ Այդ թիվը ապահովելու համար նաեւ եղավ այդ Շնորհակալ ենք մայստրոն Սամիչին, իսկապես որ այո, ձեր պետության հիմնադիրն եք այո։ Ձեր ստեղծագործություններից ձեր կարծիքով ո՞րն է ամենահաջողվածը եւ ինչից եք ներշնչվել գրելով այն։ Գիտես ինչ բանի ջան, ես այս հարցի պատասխանը շատ ուշ կարողացա ձևակերպել միտքիս մեջ։ Ես իմ երեխեքին բոլորին սիրում եմ, չեմ կարող ասել, ուղղակի կան գործեր, որոնց վրա շատ ես աշխատել, շատ ես չարչարվել, եւ հիմա որ հետադարձ հայացքով նայում ես, գրեթե համաձայն ես իր հետ, որտեղ ես իմ հին գործերին նկատմամբ մեծավ մասամբ խմբագիրն է արտանում մեջս եւ ինքներինից դժգոհ մարդ եմ, ես ինքնահիացող չեմ, միշտ ինքս իմ նկատմամբ ունեմ դժգոհ լինելու զգացողություն։ Այնպես որ բոլորին սիրում եմ իմ երեխեքին։ Մի ժամանակ ֆիլմերի երաշխիքն ես համարում էի, որ դրանք առանձնապես իմը չէ, կինոյինն են։ Ես էլ այդպես համագործակցել եմ։ Հիմա նրանք էլ եմ սիրում։ Մայստրո, ինչպես իմ անունը Նարեկ է, ինչպես դուք որոշեցիք դառնալ կոմպոզիտոր։ Ես ասում եմ քեզ, մինչ այդ ես բանասացություն էի անում, հետո որ նրա շունը եկավ, այդ հանդիպումի հետ, մի օր մենք բոլորս հետ հայց ուսանեկարիչ էր, ֆոտոապարատն էր, մեծ ապարատները շատ մեծ էին այն ժամանակ, այսպես չէր ամեն բան նկարել։ Դա մեծ գործիք է, մենք գնում էինք հավրս հետ, ես երնորդում էի, մեծ տղան եմ եստան, մենք գնում էինք գյուղեր նկարելու։ Նոր այդպես, ես նկարելու կենտրոնը գյուղի խանութ, մթերային խանութ է, որտեղ ընդեղ են ժողովուրդը գնում գալիս։ Եվ նստած ենք խոտերին, դեր նկարվող չկա, հայրս ասեց, դիգրանց վերջինիշ, որոշից համար ինչ պիտի ադես, բանաստերս, թե կոմպոզիտոր։ Ես այն ժամանակ գործական, բայց որոշակի պատասխանը ունեի ատում, ես այս կոմպոզիտոր։ Այդպես, այն ժամանակ արդեն որոշումս կար։ Վերջին հարցն եք խավ տալիս, որովհետև ժամանակի խնդիր ունենք։ Ես անեք Աբգարյան կոլեջից։ Աբգարյան։ Որտեղ ես են ձերով։ Հայրական գոմու Քյավարիցա։ Քյավարիցա, շատ լավ։ Աբգարյան գործում նայինե կա, շատ լավ դրող է արձակագիր, գիտես իրեն։ Ռուսագիր է, ցավոք սորտի։ Այո, մեր Բերդից են, այո, մեր Սոնա Աբգարյանի քույրիկն են։ Ես գիտեմ, որ մտիչ կորյուն գրողն եմ բարեկամ եղել։ Իսկապես, ես իրեն մտերին եմ եղել, երբ որ դեռ փոքր էի, ասա բարեկամ։ Դուք քիչ առաջ նշեցիք, որ փոքր տարիքում, որ ներկա հիմա արժևորում եք դեբյուսի։ Ինձ հետաքրքիր է, թե փոքր ժամանակում եք ավելի շատ սիրել կոմպոզիտորները։ Գիտեք ինչ է, դա ես անվերջ հետազոտող եմ, մինչև այսօր, քանի որ իմ սկիզբը եղավ ինքնուսիկ սկիզբ, ինձ համար ինքնուսուցման պրոցեսը շատ հիմնարար տեղ է զբաղեցրել, հետևաբար, քանի որ դա սկիզբ է, ես ուսումնարան ավարտեցի, կոնսերվատոր ավարտեցի, բայց բոլոր ժամանակներին մնացի սովորող մեկը, առ այսօր, երբեմն ես տեսնում որ այն հետաքրքրությունները, որոնցով ես մի քանի գործ արել եմ, դրանք այլևս այդ հետաքրքրությունները ակտուալ չեն, առաջվա հմայքը չունեն, ես պետք է նոր հաճույքներ փնտրեմ, ես սկսում եմ նորից հեղինակներ լսել եւ այլն։ Շատ եմ ես ընդորում, շատ կարևոր բան է ինձ համար, սա ձեզ կուզեի փոխանցել։ Ես օրինակ լսում եմ այն մասին, որ այսինչ գործը շատ կարևոր գործ է, դարակազմիկ, հիմքը այստեղ է, այս գործի հետ է կապված։
Ես լսում եմ այդ։ Ինձ բացարձակ շիտանում, իմը չէ։ Ես երկրորդ անգամ եմ լսում, ես կես տարի, մի տարի լսում եմ, հետո դառնում է իմը։ Պետք է, եթե գիտես, որ դա կարևոր է, պետք է քոնը դարձնես։ Ոչ թե ասես, չէ լավ, ես չսիրեցի, դու չես խնդիրը, նա է խնդիրը։ Դու պետք է իրեն հասկանաս, ոչ թե ինքը քեզ։ Այսպես։ Սափրեք, սափրեք։